օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որ երկինս է, Սուրբ Եղիցի անուն քո, եկեցե արքայություն քո, եղիցին գամ քո, որպես երկինս եւ երկրի, ասած մեր հանապազոր դուք շարունակեք, ասած մեր հանապազոր այլ փրկյաց մեզի չարը, զիքո արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս, ամեն։ Ողջույն քեզ Մարիամ, Տեր քեզ, օրհնյալ ես դու կանայս, եւ օրհնյալ է պտուղ որովայնի քո Հիսուս, սրբուհի Մարիամ, Մայր Աստծո, արեխության բացմեն ապրածը, այժմ ամեն։ Ահա, Բարքոր եւ Որդու եւ Ոգուին սրբո, Բարքոր իմաստության, սրբույի Աստվածամայր, աղոթյա վասներ։ Եկեք աղոթքի մասին խոսենք, բայց խնդրեմ ընթացքում, երբ որ հարցեր կլինի, կարող եք հարցերը տալ, բայց ես վերջին 10 րոպեն հիմնականում կթողնեմ հարցերի համար։ Ինչ եմ ուզում ընթացքում հարցեր տալ, որպեսզի ոչ ոք չշեղվի նաև, կարողանաք լսել, դժվար է առցանց այս հանդիպումներին միշտ ուշադրությունը պահել։ Շատ դուզենայի, որ վիդեոները միացնեիք, այստեղ երկրորդական են արտաքինը, չգիտեմ, սենյակի պատերը, բայց դեմքերը տեսնելը շատ կարևոր է։ Լավ կլինի, որ միացնեք։ Դե հասկանամ, որ մարդկանց հետ եմ խոսում, էկրան չէ միայն դատարկ։ Շատ վատ զգացողություն է, երբ որ ոչ մի բան չես տեսնում։ Շնորհակալություն։ Ուրեմն աղոթքը շատ կարևոր է այս թեմային անդրադառնալը, որովհետև դժվար է ամեն օր նույն ձևով, նույն տրամադրվածությամբ, նույն կենտրոնացվածությամբ աղոթելը, համաձայն եք։ Շատ բարդ է։ Այսինքն մենք գնում ենք Կիրակնորյա Սուրբ Պատարագին, այնտեղ հասարակական աղոթք է, մտածում ենք, որ շեղվում ենք այնտեղ, որտեղ միտքը միշտ կարող է լինել զբաղված, ոչ աղոթքով։ Սա բոլորիս հետ պատահում է, նույնիսկ քահանաների, մեր հետ էլ է պատահում։ Մենք Սուրբ Պատարագ ենք մատուցում, բայց կարող ենք ծանրաբեռնվածներ եւ մեր ուշք ու միտքը լինել ուրիշ մի տեղ։ Բայց այնպես չի, որ տանը առանձին աղոթելիս ավելի հեշտ է կենտրոնանալը։ Այդպես էլ չէ։ Եվ հաճախ բաց ենք թողնում, չէ՞, ամենօրյա աղոթքները, ինչ որ որոշում ենք։ Ես չգիտեմ, դուք ունեք այդպեսի սովորություն, որ ամեն օր աղոթեք եւ ոչ թե մի 5-10 րոպե քնելուց առաջ կամ 2-3 հայր մեր ողջույն, այլ նստեք Աստծո առաջ, վարդարան աղոթեք, օրինակ գոնե 25 րոպե վարդարանի աղոթքը կամ կես ժամ, ինչպեսի սովորություն ունեք, եկեք կարճ արագ հարցում անեմ, ընտրեմ պատասխանեք, ով ինչպես է աղոթում, 1-2 օրինակ, բոլորին չէ։ Կարինեից սկսենք, հա, Կարինե ջան, ձայնը անջատված, հա։ Ես մի հետաքրքիր opıt եմ ձեռք բերել, կուզենայի, որ բոլորին ասեի։ Հրաշալի մի բան է վարդարանի աղոթքը անել նախադասությունները կարդալով ավետարանից, ասենք արքայության մասին, կարելի է թեման բացել եւ ամեն ողջունից առաջ մի նախադասություն, մի միտք, մի նախադասություն, մինչեւ ողջունն ասում ես, ողջունեն ժամանակ մտածում ես այդ նախադասության մասին։ Այդպես մի քիչ երկար է լինում, եթե կարողանաս հոգեպես, ասենք մտնել մեջ։ Հետաքրքիր հոյակապ բան է, արդյունք է ստանում։ Այս տասնյակներից առաջ կարդում եք խորհուրդը, տասնյակից առաջ։ Ոչ, խորհուրդը գիտեմ, որ ասենք ուրախության խորհուրդն է։ Հետո Այդպես չէ, ուրախության խորհուրդները ունեն իրենց հերթին 5 առանձին խորհուրդներ։ Հա, ուրախության խորհուրդը, ասենք ավետումն է, չէ՞։ Ոքտի մեկից սկսում եմ ու հենց առաջին նախադասությունը կարդում եմ, եթե իմ սրտին կպավ այդ առաջին նախադասության միտքը ողջույնն եմ ասում, այդպես 10 ողջույնն եմ
մեջտեղները ասում եմ կամ ասենք եթե Այդ թեմայի մեջ եք կարդում, թե ուրիշ հատվածից եք չէ կարդում։ անպայման այդ թեմայի մեջ իհարկե այդ թեմայի Ասենք մեջ եթե ավետումն է, ամեն համարը կարդում եք, ասենք մի ողջունից առաջ, հա։ հենց ավետման եթե մի բան սրտից կպահ կարող եմ երկու ողջունի մեջտեղը ասել փորձել համել անգիր ասել Հա, եթե ընդհանուր այդ տասնյակի թեման չի կորում ձեր մտքից, եթե այդ հատվածի մեջ եք ընթերցում, հա, ինչու՞ չէ։ Մենք սովորաբար, ասենք ինչ որ պիտի դուք ընթերցում եք դրա վերաբերյալ, կարդում ենք տասնյակից առաջ, հետո հայրմեր եւ տասնյակ ամբողջությամբ բայց ձանձրալի է այդ ձանձրույթը ասենք հատկապես խաչելությունը 4 ավետարանն էլ ունի ամեն ուրբաթ օր նոր խաչելությունն են կարդում նոր ավետարանի միջից եւ շատ հետաքրքիր է եթե կարողանան բոլորը փորձել լավ ազդեցություն է թողնում որովհետեւ Վարդարանը ինչ է ավետարանը ոնց որ մեր աչքի առջև ամբողջ Քրիստոսի կյանքը անցնում է համառոտ ձևով դա ոնց որ համառոտ ավետարանը լինի շատ հետաքրքիր միջոց է ինչ այլոց նույն Ֆրանցիսկոս Ասիզեցին որի մասին խոսում էի օրինակ ինքը Վարդարան աղոթելու մասին ինչ է գրում իր գրքում ասում է պետք է յուրաքանչյուր բառը արտասանել շատ դանդաղ եւ հայրենինը եւ ողջունինը ապրել յուրաքանչյուր բառի իմաստը եւ այդ դեպքում երբեք չենք ձանձրանալ նաեւ հիշենք որ դա սիրո խոստովանություն է Աստվածամորը մենք ասում ենք ողջույն քեզ Մարիամ նույնն է ինչ ասել ես սիրում եմ քեզ Մայրիկ կամ սիրում եմ քեզ Մարիամ Վիլյամ Սարյանի բառերը եկավ միտքս ուրեմն այս իմաստով ամեն մի բառը մենք կարող ենք ապրել եւ իսկապես շատ ամեն մի բառը որովհետեւ ոնց որ ասում է Ֆրանցիսկոսը ասում է երբ որ դա աղոթում ենք դժոխքի ամբողջ դժոխքը սարսափում է դղրդում է ասում է այդ ձայնից ողջույնի ձայնից որովհետեւ սատանայի մեծագույն թշնամին սրբերի մեջ Աստվածամայրն է Սա մի ձև է աղոթքի անշուշտ Վարդարանը, բայց մարդկանց սովորությունները տարբեր են։ Պարզապես Վարդարանը ինչով է լավ, որ ինքը պարզ է, միաձև է, մեր ուշադրությունը գամում է Հիսուսի կյանքի դրվագների վրա։ Աստվածամայրը ինքը մեզ մոտեցնում է Հիսուսին, մեզ ներքուստ սովորեցնում է Հիսուսի կյանքի խորհուրդների իմաստը, որպես մեծագույն ուսուցիչ, որպես Հիսուսի մայր եւ մեր մայրը։ Եվ Սուրբ Հովհաննես Պողոս II Պապը ասում էր մենք Մարիամի հետ միասին աղոթում ենք Հիսուսին Վարդարանի ժամանակ։ Մարիամի հետ միասին աղոթում ենք Հիսուսին։ Դեռ Վարդարանի մեջ կա ամեն ինչ։ Ասում է թե զուտ բարերի կրկնություն է, բայց իրականության մեջ ոչ։ Սա կարող ենք ասել, որ մի ճանապարհ է, որով մենք ուղղակի մեր առջև բացվում է հավիտենական կյանքի դուռը աստվածային աշխարհի իրականության դուռը մենք դե աղոթքը ինչ է միշտ այս աշխարհի եւ աստվածային աշխարհի միջև կոնտակտի շփման հնարավորություն է դռներ են որ բացվում են ինչպես որ եկեղեցու 7 խորհուրդները Աստծո կերբնական զորությունը մեր կյանքում դարձնում են իրականություն աղոթքը եւս նման է 7 խորհուրդներին Արդյոք աղբյուրների նման են 7 խորհուրդները մենք այդտեղից խմում ենք կերբնական զորությունը աղոթքը եւս երբ որ կենտրոնացած ենք մեր արժեվ այդ սահմանազատումը այս աշխարհի եւ աստվածային աշխարհի միջև վերացնում է ջնջում է մենք երբ որ հասնենք նրան որ զգանք Աստծո կենթանի ներկայություն աղոթքի ժամանակ երբեք պիտի չուզենանք բաց թողնել մի օր որ անցնի առանց աղոթքի իսկապես երբ որ զգանք Տիրոջ կենթանի ներկայություն այն ժամանակ կարող ենք խոսել մեր գիտակցված հավատքի մասին որովհետեւ աղոթքը դա զգացմունք չէ այսօր ես ուզում եմ աղոթել կաղոթեմ վաղը չեմ ուզում տրամադրված չեմ ջղայնացած եմ չաղոթեմ քրիստոնեությունը ընդհանրապես զգացմունքների մասին չէ քրիստոնեությունը գիտակցված սեր է դա զոհողություններ է պահանջում ինքնանվիրում է պահանջում Քրիստոսի խաչին երբ որ նայում ենք ինչ ենք պատկերացնում առաջին բանը որ մեր մտքով կանցնի ինչն է մարդը զոհված է զոհված մարդ արարած հանուն Աստուծո եւ զոհված Աստծո որդին
որ իր կյանքը տվել է մարդկության համար եւ հոր համար։ Դա Հիսուսի կատարյալ սիրո արտահայտությունն է Աստուծո հանդեպ եւ մարդկանց հանդեպ։ Աղոթքի ամբողջ էությունը զետեղված է, խտացված է այդ խաչի խորհրդի մեջ։ Աղոթքի էությունը ինչ է։ Նվիրում Աստծուն։ Քրիստոնեությունը ամբողջ աստվածաշունչը դրա մասին է խոսում։ Առաջին աղոթքի ձևը զոհաբերությամբ եղավ, Աբելի զոհաբերությունը։ Բոլոր աղոթները, երբ որ տեսնում ենք, ի սկզբանե խոսք չկա։ Աբրահամի զոհաբերությունը, նախ այլ Նոյի զոհաբերությունը, բոլորը զոհ էին մատուցում։ Այսինքն քո ունեցած լավագույնը տալիս ես Աստծուն, այդպես ուզում էին իրենց շնորհակալությունը, սերը արտահայտել Աստծո հանդեպ։ Հետո բարերով աղոթքներ ենք տեսնում արդեն Մովսեսի ժամանակ։ Եվ այդպես այդ բարերով խոսելու մշակույթը աստիճանաբար զարգանում, ձևավորվում է։ Տեսնում ենք Նոր Կտակարանի մեջ կամ մարգարեությունների մեջ, սաղմոսների մեջ ամբողջական վերբալ խոսքային աղոթքներ են, բայց էությունը մնում է նույնը, մարդու նվիրաբերությունը նվիրումը Աստծուն։ Սկզբանե դա կենթանական զոհաբերություններով էր արտահայտված, բայց դրանք պետք է մարդուն բացատրեին մի պարզ ճշմարտություն, որ դու կենթանում զոհաբերում ես քո փոխարեն Աստծուն։ Դու պետք է նվիրվես, ողջակիզվես Աստծուն, բայց Աստված քեզ տալիս է հնարավորություն քո փոխարեն կենթանում զոհաբերել։ Հետո Հիսուս կենթանու փոխարեն ինքն իրեն զոհաբերեց։ Բացատրելու համար այս աղոթքի իրական իմաստը, ինքնազոհաբերություն, ինքնանվիրում, ինքնաընծայաբերում խաչի վրա։ Դու քեզ պատարակում ես Աստծուն։ Պատարակն չէ զոհ է նշանակում։ Աղոթքի էությունը քո նվիրվելն է Աստծուն։ Դու ինքդ քեզ վստահում ես Աստծո ձեռքերի մեջ, փոքր երեխայի նման։ Պատկերացրեք երեխան մոր կրծքին կամ մորից սնվելիս, մոր կաթը ջամբելիս, կերակրվելիս ունի եւ ապահովության զգացումը եւ վստահում է ամբողջությամբ մորը, գիտի որ դա իր համար ամենաապահով, ամենաանվտանգ վայրն է, սնվում է նրանից։ Մենք էլ այդպես պետք է կարչենք Աստծուց, այդպես պետք է միանանք, դառնանք մեկ մարմին Աստուծո հետ։ Ինչու Քրիստոսի հիմնեց իր եկեղեցին, ինչու հաստատեց մկրտությունը, սուրբ հաղորդությունը, որպեսզի մենք իր հետ դառնանք մեկ մարմին, ճաշակում ենք իր մարմինը, իր միջոցով Աստուծո հետ դառնանք մեկ հոգևոր մարմին։ Մենք միշտ ապրենք Աստծո ներկայության մեջ։ Սրանք այնպիսի ճշմարտություններ են, որոնք որ մեզ ուրիշ ոչ մի բան եւ ոչ ոք չի կարող տալ այս աշխարհում։ Այս աշխարհը մեզ տալիս է միայն այն, ինչ որ աշխարհից է, այսինքն ժամանակավոր է, երկրային է, ապականված է, մեղքով հարուստ է։ Իսկ Աստված մեզ տալիս է անժամանակյա հավիտենական կյանքի հետ հաղորդվելու, այսինքն միանալու հնարավորություն։ Բենեդիկտոս 16-րդ պապը մի հետաքրքիր գիրք ունի, որ կոչվում է Քրիստոնեության ներածություն։ Այստեղ ինքը համատում է քրիստոնեական կյանքը կամ Քրիստոսին այդպես ասենք, համեմատում է, ես այս մասին շատ հաճախ գյուղերում խոսում եմ քարոզի ժամանակ, մի վեմքարի ժայռի, որը դուրս է ցցված անընդհատ հոսող գետի մեջ։ Եվ մարդը այդ գետի հոսանքով չքշվել տարվելու համար կարող է միշտ հենվել, կանգնել այդ վեմի ժայռի վրա։ Եվ դա հավիտենական կյանքի վեմն է, Քրիստոսն է, որ հավիտենական կյանք է տալիս մեզ։ Կանգնում ես այդ քարի վրա եւ քեզ զգում ես ապահով։ Հենվում ես Աստծո վրա եւ քեզ զգում ես ապահով։ Դու վստահ ես, որ հավիտենական կյանք ունես, գետը միշտ հոսում է, երբեք չի կանգնում։ Ամեն ինչ հարափոփոխ է, բացի այդ քարից։ Պողոս առաքյալն ասում է Քրիստոս նույնն է երեք, այսօր եւ միշտ։ Եվ քրիստոնյան էլ կոչված է այս հավիտենական իրականության հետ միշտ հաղորդվելու։ Սուրբ Օգոստինոսը ասում էր քրիստոնյան պետք է քայլի մշտապես գլուխը երկնքում, ոտքերը երկրի վրա։ Մենք միշտ պետք է մտածենք երկնայինի հավիտենական կյանքի մասին, բայց քայլում ենք երկրից երեսին։
Ուրեմն քրիստոնեության էությունը մենք այս հարցերի մասին պետք է մտածենք, որ հասկանանք թե ինչ է մեզ տալիս կրոնը։ Սա պարզապես հավատալ չհավատալու այդ մակերեսային գաղափարը չէ, հա, որ խոսում ես մարդկանց հետ 99% ասում է ես հավատում եմ Աստծուն, բայց իրենց կյանքի մեջ չկա այդ հավիտենական կյանքի զգացողությունը։ Դա հիշում են միայն նեղ պահերին, նեղ դրության մեջ, դժվարության մեջ, բայց դժվարությունն էլ չեն կարողանում հասկանալ քրիստոնեական իմաստով։ Սա է մեր խնդիրը։ Խաչի իմաստի ընկալում բացարձակապես չկա, մանավանդ մեր հայ իրականության մեջ, բացարձակ չկա։ Այսինքն խաչի ինչ է, չարչարանքը Քրիստոսի զոհաբերություն, դրա կարևորություն, իմաստը։ Այսինքն միշտ չարչարանքը համարում է անիմաստ մի բան, որից պետք է ամեն ինչ անել, որպեսզի մենք խուսափենք դրանից։ Աստծուն աղոթում, աղաչում, պաղատում են, որ իրենցից ամեն տեսակ փորձություններ, տառապանքներ հեռացնի։ Պատկերացրեք, եթե Քրիստոս Գեթսեմանի պարտեզում ասեր աղոթում է, չէ, այդպես ասում է, եթե կարելի է, թող այս բաժակը ինձանից հեռու անցնի, եւ պարզապես վեր կենալ ու փախչեր։ Ասեր ինչ կլինի, ինձանից հեռու տար այդ բաժակը, ես չեմ ուզում խմել, պատրաստ չեմ։ Միայն դրա համար աղոթել եւ չասեր թող լինի քո կամքը ոչ թե իմ։ Ինքը գիտեր ուր է գնում, չէ, բայց Աստված իրեն զորացրեց այդ տառապանքը կրելու, ինչու։ Ինքնանպատակ չէր այդ ամեն ինչը։ Դե հասկանանք, թե ինչու Աստծո որդին ուրիշ որևէ կրոնում այդպիսի բան չեք գտնի։ Գնաց գիտակցված անարգանքի, ինքնազոհաբերման, ինչու դա տեղի ունեցավ։ Մինչև մենք այդ ինչուի պատասխանը չփորձենք գտնել, մենք քրիստոնեության իմաստ երբեք չենք հասկանա։ Որտեղ Աստծուն պաշտում են եւ մահմեդականները, եւ հրեաները, եւ հինդուիստները, ճիշտ է, տարբեր աստվածներ ունեն։ Եվ այսպես շարունակել։ Որն է տարբերությունը։ Ինչու, ինչ գործ ունի խաչը, խաչելությունը մեր կրոնի հետ, ինչ կապ ունի։ Տառապանքի իմաստը մենք պետք է ապրելով, տառապանքը ապրելով պետք է հասկանանք։ Սրբերը առանց տառապանքի երբեք չկարողացան որևէ հոգևոր ձեռքբերում ունենալ։ Իրենք սուրբ են, որովհետև տառապանքի իմաստը հասկացան։ Մենք հարյուրավոր, հազարավոր սրբեր ունենք նահատակված հալածանքների ժամանակ, որոնք իրենց կյանքն էին տալիս հանուն Քրիստոսի, Հռոմի կրկեսներում, ծաղրանքի առարկա դառնալով, Պողոսնիկն է գրում, չէ՞ այդ մասին, ասում է, առակ նշավակ դարձանք ամբողջ աշխարհի առաջ, ջնջոց, ասում է մարդկության համար։ Իսկ այսօրվա քրիստոնյաները ձգտում են հեշտասիրության, ճոխության, պաշտոնների։ Լավ, այս թեմաների մասին մենք խոսենք անշուշտ, եկեք մի քիչ աղոթքի մասին ավելի խորությամբ խոսենք 5 րոպե եւ հետո հարցեր եթե կան։ Մեր քրիստոնեականը, ընդհանուր քրիստոնեականը կաթողիկի եկեղեցու դուք հավանաբար ունեք հայերեն թարգմանվածը, գիտեմ որ հայր Անտոն այդ թեմաներով է գնում, այն դեղին մեծ գրքի մասին է խոսքը, նա այս պահին ձեռքի տակ ռուսերենն է, բայց ես այն մյուսն եմ ցույց կտամ, որ եւի ունեք այս կատեխիզիս, հա, ընդհանուր քրիստոնեականը։ Այո, ունենք։ Ունենք, Այդտեղ կարող աղոթքի բաժինը բացել, դա ամենավերջին բաժինն է, ես սկսեցի վերջից, 4-րդ մաս, քրիստոնեական աղոթքը։ Եվ այդտեղ շատ իմիջիալոց շատ լավն է այս գիրքը, կատարյալ, գրեթե կատարյալ մի աշխատություն է, որի վրա հիմնականում աշխատել է մեծ մասամբ, Բենեդիկտոս 16-րդ պապը, նախքան պապ դառնալը, եւ ինքը շատ մեծ աստվածաբան էր։ Այստեղ հետաքրքիր դրվագով է սկսվում աղոթքի մասին բացատրությունը, դա Հովհաննեսի ավետարանի 4-րդ գլուխն է։ Քրիստոսի զրույցը սամարացի կնոջ հետ։ Եթե ունեք ձեռքի տակ աստվածաշունչ, լավ կլինի որ ունենաք, եթե չունեք, մյուս անգամների համար եւ նաեւ նշումների թուղթետր, թուղթ եւ գրիչ։ Եթե ունեք, բացեք 4-րդ գլուխ Հովհաննեսի ավետարանի եւ այսօր կարդացեք կամ հիմա ինձ հետ միասին կարող եք ընթերցել մի հատված, որը ինչու է այս հատվածը այստեղ դրված, որտեղ Սուրբ Օգոստինոսը ասում է, որ սա աղոթքի մի գեղեցիկ սրբապատկեր է, Հիսուսի եւ կնոջ այս զրույցը, հանդիպումը։
Ասեք ինչ տեղի ունեցավ, իսկ որ կարդամ ձեզ համար, հա։ Երբ Հիսուս իմացավ, որ փարիսեցիները լսել են, թե ինքն ավելի շատ աշակերտներ է դարձնում եւ մկրտում, քան Հովհաննեսը, թողեց Հրեաստան երկիրը եւ վերստին եկավ Գալիլեա։ Եվ անհրաժեշտ էր, որ նա անցներ Սամարիայով։ Նա գալիս է Սամարիայի մի քաղաքը, որի անունն էր Սյուքար, մոտ այն գյուղին, որ Հակոբը տվել էր իր որդուն Հովսեփին։ Եվ այնտեղ Հակոբի աղբյուրը կար։ Եվ Հիսուսը ճանապարհից հոգնած նստեց աղբյուրի մոտ եւ կեսօր էր։ Սամարիայից մի կին է գալիս ջուր հանելու։ Հիսուս նրան ասում է. «Ինձ խմելու ջուր տուր», քանի որ նրա աշակերտները գնացել էին քաղաք, որպեսզի ուտելիք գնեն։ Սամարացի կինը նրան ասում է. «Դու որ հրեա ես, ինչպես ինձանից սամարացի կնոջից խմելու ջուր ես ուզում»։ Որովհետև հրեաները սամարացիների հետ երբեք շփում չեն ունենում։ Հիսուս նրան պատասխանեց ու ասաց. «Եթե դու գիտենայիր Աստծո պարգևները եւ թե ով է, որ քեզ ասում է ինձ խմելու ջուր տուր, գուցե ինքդ արդարև նրանից կուզեիր եւ նա քեզ կտար կենդանի ջուր»։ Կինը նրան ասաց. «Տեր, սակայն դու դույլ իսկ չունես եւ այդ ջրորը խորն է, ուրեմն դու որտեղից կունենաս կենդանի ջուր։ Միթե դու ավելի մեծ մեկն ես, քան մեր հայր Հակոբը, որ այս ջրորը մեզ տվել է եւ ինքն էլ խմել է սրանից, նաեւ իր որդներն ու իր հոտերը»։ Հիսուս նրան պատասխանեց. «Ով այս ջրից խմի, նորից կծարավի, բայց ով որ խմի այն ջրից, որը ես եմ տալու նրան, հավիտյան չպիտի ծարավի։ Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մեջ կլինի բխող ջրի աղբյուր հավիտենական կյանքի համար»։ Կինը ասաց նրան. «Տեր, տուր ինձ այդ ջուրը, որպեսզի չծարավեմ եւ այստեղ չգամ ջուր հանելու»։ Շարունակությունը չեմ կարդա, որովհետեւ Հիսուսի հետ խոսելուց հետո այս կինը թողնում է իր սափորը, որ եկել էր այդ ջրից ջուր տանելու եւ դառնում է առաքյալ Հիսուսի խոսքերը լսելով, գնում է քաղաք Սամարիա, մարդկանց պատմում է, որ այստեղ եկել է մի մեծ մարգարե, եկեք եւ տեսեք։ Եվ այս մարդիկ գալիս են, Հիսուսին տեսնում են, զրուցում են նրա հետ եւ հավատում են Հիսուսին, որ իսկապես աշխարհի փրկիչն է։ Ինչ որ գլխի վերջում այդ մասին գրված է։ Խնդրեմ, եթե ժամանակ ունեք, 4-րդ գլուխը այսօր կարդացեք։ Ինչու այս հատվածը կարդացի։ Տեսեք ինչ տեղի ունեցավ։ Հիսուսը այս ջրհորի մոտ Սամարիայում սա մի երկրամասեր, որը հրեաները չէին սիրում, քանի որ ժամանակին Իսրայելի թագավորության ընդհանուր բաժանումից հետո, երբ որ Դավթից եւ Սողոմոնից հետո թագավորությունը բաժանվեց երկու մասի, հյուսային թագավորության մեջ մնացին 10 ցեղեր եւ իրենց թագավորությունը, քանի որ առանձնացան եւ Երուսաղեմում չէին տաճարում չէ որ կատարում էին Աստծո պաշտամունքը, այլ իրենց համար ուրիշ սրբավայրեր հիմնեցին եւ նաեւ նույն այդ ոսկե հորթի պաշտամունքի մեղքի մեջ ընկան 722 թվականին ընկան Գերի Ասորեստանի պետության կողմից այս 10 ցեղերը տարվեցին, գերեվարվեցին Ասորեստան եւ նրանց փոխարեն Ասորեստանի թագավոր ուրիշ ժողովուրդները բերեց բնակեցրեց, մի խոսքով այդպես խառնակվեցին եւ իրենց հավատքը կորցրեցին։ Եվ դրա համար հրեաները, այսինքն հարավային մասի բնակիչները չէին սիրում շփվել այս ժողովրդի, բայց Հիսուս եկավ եւ այս կնոջ հետ սկսեց խոսել, շփվել։ Նրան բացատրելու համար, որ Աստծո սերը սահմաններ չի ճանաչում։ Եվ ինչա ուզեց այդ կնոջից ջուր, խմելու ջուր։ Եվ այս կինը նրան ասաց. «Ինչպես ես ինձ հետ խոսում, երբ որ դուք հրեաներդ մեզ հետ չեք շփվում»։ Հիսուս այս հարցին չպատասխանեց նույնիսկ, այլ ուզեց, որպեսզի այդ կինը զգա իր մտերմությունը, Աստծո սերը։ Եվ նրան մի ուրիշ բան ասաց. «Եթե դու գիտենայիր Աստծո պարգևները, եւ թե ով է որ քեզանից ջուր է ուզում, ինքդ ասում է նրանից ջուր կուզեիր, եւ նա քեզ կտար կենդանի ջուր»։ Եվ հետո արդեն լսեցիք Հիսուսը շարունակում է խոսել, իր կինը զարմանում է, ասում նույնիսկ դույլ չունես այդ ջրորից, ինչպես կարող ես ջուրը հանել, մտածում է թե այդ ջրի մասին է խոսքը։ Հիսուսն նրան ասում է, ով որ այս հորի ջրից խմի, նորից կծարավի, իսկ ով որ խմի այն ջրից, որը ես եմ տալու նրան, երբեք չի ծարավելու, հավիտյան չի ծարավելու։ Եվ ասում է, այն ջուրը, որ ես տալու եմ, նրա մեջ կլինի բխող ջրի աղբյուր հավիտենական կյանքի համար։ Բխող
ջրի աղբյուր հավիտենական կյանքի համար, այսինքն հավիտենական կյանք տվող կենդանի ջուր է Հիսուս առաջարկում այս կնոջը։ Տեսեք, Օգոստինոսը համարում է, որ սա աղոթքի պատկեր է, որովհետև այստեղ Աստծո ծառավը հանդիպում է մարդու ծառավի հետ։ Աստված, Աստծո որդին ինքն է գալիս մարդու մոտ, ինքն է նախ փնտրում մարդուն, ինքն է ուզում շփվել մարդու հետ, եւ ինչ է ուզում ջուր։ Այս ջուրը խորհրդանշում է մարդու մտերմությունը կամ մարդու նվիրումը Աստծուն, ինչ կարող է մարդը տալ Աստծուն, ինչպես է ինքը շփվում Աստուծո հետ։ Հիսուս ծառավ է, որպեսզի մեզ հետ շփվի։ Սուրբ Օգոստինոսը ասում է, այստեղ Աստծո ծառավը հանդիպում է մարդու ծառավի հետ եւ առաջանում է երկխոսություն, որը աղոթքն է։ Աստված ծառավ է, որպեսզի մենք ծառավենք իր ներկայությանը, եթե կարելի է այսպես ասել։ Քրիստոս ծառավ է մեր ներկայությանը, մեր շփման։ Ինչ կարող ենք մենք իրեն տալ։ Ինքը մեզ տալիս է հավիտենական ջուր մեր շփման դիմաց։ Հավիտենական կյանք տվող կենդանի ջուր։ Ինչ է այդ ջուրը։ Երբ որ ընթերցենք Հովհաննեսի ավետարանը, կտեսնենք, որ նա խոսում է Սուրբ Հոգու մասին, Աստծո Հոգու մասին, որով որ ստանում է Աստծուց, երբ ենք ստանում մկրտվելիս, դրոշմվելիս եւ Սուրբ հաղորդությունը ճաշակելիս։ Քրիստոսի մարմինն ու արյունը Աստուծո Հոգու ներկայությունն են ապահովում մեր մեջ, Քրիստոսի կենդանի ներկայությունը։ Եվ դա մեզ միավորում է, մեզ սովորեցնում է աղոթել, հետո դառնում է մեր մեջ աղբյուր, որից կարող են խմել նաև ուրիշները, որ մեր մեջ զգան Աստուծո կենդանի ներկայությունը, մեր հավատքի կյանքի կիսումը հագեցնում է նաև նրանց հոգևոր ծառավը։ Ուրեմն քրիստոնյան կամ եկեղեցին, որը Քրիստոսին հավատացողների հաղորդությունն է, միությունն է, այսպեսով ապահովում է այս Սուրբ Հոգու կենդանի ջրի անընդհատ շրջանառությունը, կամ կարող ենք ասել, հագեցնում է բոլորի ծառավը։ Մենք հագենում ենք Քրիստոսով, ճաշակում ենք նրա մարմինն ու արյունը, լցվում ենք Սուրբ Հոգով եւ նրա շնորհներով եւ միաժամանակ նաեւ հագեցնում ենք միմյանց։ Մենք դառնում ենք մեկ հոգևոր ընտանիք եւ բոլորիս մեջ ներկա է դառնում Քրիստոսը։ Ուրեմն վերադառնալով ջրորի այս դրվագին, Քրիստոսը եկավ այս կնոջ մոտ նրանից խնդրելու սովորական ջուր, այս փոխարենը տալիս է հավիտենական կյանք տվող կենդանի ջուր, իրեն է առաջարկում, իր ներկայությունն է առաջարկում։ Եվ այսպեսով այս պատկերը գեղեցիկ ձևով արտահայտում է, ինչպես ասացի, Աստծո եւ մարդու ծառավի հանդիպումը, որը կոչվում է աղոթք։ Եթե ավելի պարզ ասենք, Աստված ինքը գալիս է փնտրելու մեր ներկայություն, ինքն է ուզում մեզ հետ շփվել։ Եսայու մարգարեությունը, երբ որ բացեք առաջին գրքի մեջ գրված է, Աստված ասում է իր ժողովրդին. եկեք շփվենք իրար հետ, եկեք խոսենք իրար հետ։ Եթե ձեր մեղքերը արյան պես կարմիր են, ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, կլվամ ձեր մեղքերը։ Աստված ինքն է ուզում իր ժողովրդի հետ շփվել։ Այդ կռապաշտ շնացող Աստծուն ուրացած ժողովրդին ասում է եկեք, ինքն է սպասում այդ շփման։ Տեսնում եք։ Եվ մեր աղոթքը ինչ է, պատասխան է Աստծո այս խնդրանքին, Աստծո այս կարոտին։ Հիշենք անառակ որդու վերադարձի մասին պատմությունը։ Հայրը կարոտում էր որդու ներկայությանը, փափագում էր, որ որդին վերադառնա, ուզում էր նրա ներկայությունը վայելել։ Սա մի գեղեցիկ պատկեր է Աստծո որպես խոժ, որպես ծնողի։ Այստեղ հարցը ոչ այնքան ներումն է, այլ նրա կարոտը, ծնողական, հայրական կարոտը մեր հետ շփվելու։ Եվ ինչպես ենք մենք պատասխանում այդ շփմանը։ Զավակի նման, որ գնահատում է հոր արածը,
ծնողին ըստ արժանվույն գնահատում է, թե ապերախտ զավակների նման կամ չարաջուջի երեխաների նման, որոնք դեռ չեն հասկանում, գիտակցում, թե ծնողը իր համար ինչ է արել, միայն պահանջում է։ Ինչպիսի գիտակցությամբ մենք մոտենում։ Սա պայմանավորում է մեր աղոթքի բնույթը, ձևը։ Չէ՞ որ երեխաներ կան, որ ծնողները շփվում են մեծ մասամբ նրանց ինչ որ մի բան ստանալու ակնկալիքով, չէ՞, ինչ որ մի կոնֆետ, չգիտեմ, ինչ որ մի փող, ինչ որ մի նվեր։ Բայց որ երեխան մեծանում է, սկսում է վայելել ծնողի ներկայությունը, շփվել, խոսել, կարոտում է ծնողին։ Այդ շփացած երեխաները միշտ ինչ որ մի բան են ուզում ստանալ։ Աստված չի ուզում մեր պահանջները, անընդհատ մեր խնդրանքները, մեր նվնվոցը, եթե կարելի ասել, լսել։ Ինքը ուզում է վայելել մեր ներկայությունը, մեր վստահությունը։ Սիրտ, որը ոչ թե անդադ ինչ որ բան ուզում է Աստծուց, պահանջում է, այլ պարզապես ուզում է Աստծուն մնալ իր կողքին, իր մեջ, իր սրտում։ Երբ որ գնում ես եկեղեցի, չէ, երևի ունեք այդ փորձառությունը։ Մակերեսային հաճախ հավաք ենք տեսնում, ու մարդիկ գալիս են անընդհատ ինչ-որ բան են ուզում Աստծուց, ինչ-որ բան, միշտ մոմ վառելիս ինչ-որ բան խնդրում են, խնդրանքներ արագ ներկայացնում ու դուրս են գալիս եկեղեցուց։ Չեն կարող երկար նստել։ Դժվարանում են տապանակի առջև նստել եւ զգալ Աստծո ներկայությունը։ Մարդիկ կան, որ զգում են, այսինքն ունեն այդ գիտակցությունը։ Դուրս են գալիս, ասում են, ես խաղաղվեցի, բայց այդ խաղաղությունը էլի շատերի մոտ մակերեսային է, չեն հասկանում, դա ինչ խաղաղություն է։ Աստծո ներկայությունն է, որ ինձ խաղաղեցնում է։ Այդ մարդիկ դեռ չեն հասկանում, թե ինչ է սուրբ հաղորդությունը, չեն գնում խոստովանության։ Եթե ուզում ես Աստծո ներկայությունը զգալ, ուզում ես Աստծուն վերցնել քո մեջ։ Իսկ որպեսզի վերցնես քո մեջ, պետք է լինես մաքուր, խիղճդ քեզ չպետք է տանջի։ Շատերը փախչում են եկեղեցուց, խոստովանությունից, որտեղ չեն համարձակում իրենց մեղքերը խոստովանել։ Կամ չեն համարձակում իրենց մեղքերից հրաժարվել։ Եվ իրենց համար դժվար է տանել Աստծո ներկայությունը։ Ասում մարդիկ, ովքեր խավարի գործերը սիրում են, չէ, փնտրում են խավարը մութ տեղերը, որպեսզի իրենց մեղքերը արևի լույսի տակ չերևա։ Մարդիկ են, ովքեր խուսափում են Աստծո ներկայությունից։ Մի խոսքով աղոթքը դա Աստծո ներկայության վայելքն է։ Ես մա ձեր խմբի մեջ կտնեմ Սուրբ հաղորդության on-line հեռարձակում, մի քանի հատ կարող եք գտնել YouTube-ի մեջ, աշխարհի տարբեր մասերում 24 ժամյա Սուրբ հաղորդության գրբագրություն կա, միշտ միացած լուր, միայն Սուրբ հաղորդություն, ուրիշ ոչ մի բան չկա։ Օրինակ ինձ դա շատ է օգնում աղոթքի ժամանակ կենտրոնանալ, երբ որ ես տանը չունեմ դրված Սուրբ հաղորդություն, դուք էլ չունեք, կարող եք միացնել հեռախոսով, բայց լռության մեջ եւ նայել Սուրբ հաղորդությանը, այդ նշխարին, հացի կտորին, որի մեջ ներկա է Հիսուս։ Եվ իսկապես հավատալ, որ Աստծո որդին մարմնով եւ աստվածությամբ ներկա է այդ փոքրիկ հացի կտորի մեջ, սրբագործված հացի կտորի մեջ։ Դա իր կենթանի ներկայությունն է։ Հազարավոր կիլոմետրերը, երբ որ նայում ես ինտերնետով, ջնջվում են։ Քրիստոս քո դիմաց է հայտնվում եւ քո մեջ։ Շատ օգնում է աղոթել, վարդան կարող եք աղոթել Սուրբ առջև, պարզապես խոսել Աստծո հետ, նստել նրա առջև եւ ակնթեթ նայել, թեկուզ մտքերը մի քիչ շեղվեն, ոչինչ, թեկուզ քունը տանի, թեկուզ քնով անցնեք, ոչինչ։ Նստեք Աստծո առաջ։ Նայեք ինքներդ ձեզ Աստծո աչքերով, Քրիստոսի աչքերով։ Կարծես խաչի վրայից դուք ինքներդ ձեզ նայեք, ինչ եք տեսնում։ Ո՞վ եք դուք Քրիստոսի առաջ։ Ո՞վ է Քրիստոսը մեզ համար։ Հարցերի պատասխանները պետք է մենք փնտրենք անընդհատ։ Երբ որ հարցերի պատասխանները գտնենք կամ այդ ճանապարհին լինենք, աղոթքը շատ ավելի հեշտ պիտի դառնա մեզ համար։ Մտերմությունը, Աստծո ներկայության փափագը պետք է աշխատենք այս ուղղությամբ, որ ինքը իսկապես դառնա մեր կյանքի առանցքը։ Օրը սկսենք եւ ավարտենք նրա ներկայությամբ։ Այսքանը հարցեր կան։
Հարցեր, առաջարկներ։ Լավ, եթե չկան, ուրեմն կշարունակենք այս թեման մյուս հաջորդ 3 շաբթի։ Խնդրեմ Հովհաննեսի ավետարանի 4-րդ գլուխը կարդացեք, ես մի բան միշտ պիտի խնդրեմ ձեզ, որ կարդաք Աստվածաշնչից 4-րդ գլուխը։ Եթե անշուշտ կարող եք կարդալ, ավելի շատ մի շաբաթ ժամանակ ունեք, ավելի լավ կլինի, որ մինչև 6-րդ գլուխը ներառյալ կարդաք Հովհաննես 4-ից 6, ես հիմա նորից գրեմ խմբի մեջ։ Ընթերցեք տանդաղ, սկզբից մի հայր մեր ասեք, վերջում մի ողջույն, կարող եք Վարդան աղոթելուց հետո կարդալ նույնիսկ, օրական մի քիչ, մի գլուխ, 3 գլուխը, 4-5-6 կարդացեք եւ ձեր հետ ունեցեք անպայման նշումների համար ինչ-որ մի բան, որ կարողանանք մտապահել հետո։ Շնորհակալություն բոլորին։ Եթե կարելի է մի փոքր միտքը աճ եկավ մոտս։ Շատ հետաքրքիր կլինի այն թեմաները, որոնց մասին մենք հիմա պետք է խոսենք, համեր բացվի հին կտակարանյան մասը։ Ասենք որ այդ երկու միտքը յուրաքանչյուր միտքը նոր կտակարանից կարելի է գտնել հին կտակարանի մեջ։ Այդ հղումները մի քիչ ավելի, ասենք, բացահայտենք մեզ համար, բացահայտում լինի։ Անջի չէ, իհարկե կապերի մասին միշտ կխոսենք։ Անշուշտ։ Դե 5 կտակարանը, եթե կարդաք, լավ կլինի, չգիտեմ, պետք է ի սկզբանե, նաև որպես խնդրանք էր, որ 2 կտակարաններն էլ կարդային բոլորը։ Նաև մեր վեբսայթի մեջ կա Ռադիո Մարիամի ձայնագրությունները, ես ծննդոց գրքի եւ ելքի մասին կիսատ մնաց, ամեն մի գլխի մասին առանձին խոսել եմ, Հայր Անտոնն էլ ունի մեկնաբանությունները բոլոր։ Դա առանձին, իսկ այստեղ եթե այ օրինակի համար կան անգամ կարդացել ենք, բայց ձեր այսօրվա ասած այդ ծարավը հատուկ շեշտադրում եղավ, որ առանձնացավ, դա կմնա արդեն մեր սրտերի մեջ։ Այ հենց այդ ձևի, եթե մի բան էլ հենց այդ թեմայով ընտրենք, մի քիչ աշխատանք է իհարկե դա գտնել, փնտրել, միացնելը, եթե ստացվի, ինձ թվում է շատ անգամ ավելի ազդեցիկ ու բեղուն կլինի։ Շատ լավ, շատ լավ։ Աստվածաշունչ կարդալը շատ կարևոր է։ Հուսամ բոլորը կարդում են։ Ամեն օր մի գլուխ կոնե պետք է կարդալ, լավ կլինի։ Կարելի է երկու միտք։ Ջան, Դուք սիկուր երբ որ Սամարացի կնոջ ռաստ եկավ Հիսուսը, ասաց որ ծարավեմ ու նա ծարավե մարդիկից։ Անցյալ տարի մեծ պահքի վաղտը ես անգաչ կուդայի Վսիլենսկա ցերկով YouTube-ում ու ինդեղ կսեն որ тоже երբ որ Հիսուսը խաչի վրա էր, ինքը կսե ծարավեմ, այն վաղտն է ինքը մի վիդեո որ մարդուց գուզե։ Մեկի համար պալեզներլի։ Ու երկրորդը Народ, вот у Хамарасик, если как раз Августиносин Гакартай, и, кстати, был нужным отцом в своих даяниях, то есть Епуркудар и Бацка Тогнир, и, кстати, стал еще нежнее, когда он возродился нищим. То есть Аранс Банегав, байт Аствац Авели нежный. Նորից կկարդաս չհասկացա այդ կանտեղը։ Кстати, был нежным отцом в своих даяниях, то есть Орерта. Еще нежнее, когда он возвратился нищим. Вот, еще тикатадес. Դա որտեղից ես կարդում, կանֆի խոստովանություններն են Օգոստինոսի։ Շատ օգտակար է կարդալ, չգիտեմ, մի շատ բարդ տեղեր կան նաև մանավանդ մոնիքեականության հետ կապված, բայց օգտակար է կարդալը խոստովանությունները Օգոստինոսի։ Այդտեղ էլ մի բան կա, որ աղոթքին է վերաբերվում, ասում է մեր սրտերը դու մեզ ասում ես ստեղծել ես քեզ համար Տեր, մեր սրտերը անհանգիստ կլինեն այնքան ժամանակ, մինչև չգտնեն իրենց հանգիստը քո մեջ։ Շատ հետաքրքիր միտք է, որտեղ Աստված մեր սրտերի մեջ դրել է փափագը միշտ ձգտելու իրեն, միշտ փնտրելու իրեն։ Այլ հարց է թե մարդկությունը ինչպես է այդ փափագը
օգտագործել, որ ուղղությամբ է տանում, բայց այդ փափագը, այսինքն ցանկությունը օգնեց Օգոստինոսին գտնել Աստծուն։ Ինքը գիտեր, որ ի սկզբանե աղանդավոր էր կամ այլ կրոնի մանիքեականության հետևորդ էր մինչև 30 տարեկան ու ծանր մեղքերի մեջ էր ապրում։ Հետո գտավ Աստծուն։ Շնորհակալություն Մարիային։ Լավ, ուրեմն բարի գիշեր, կտեսնվենք մյուս երեքշաբթի ժամը 8-ին։ Շատ շնորհակալություն։ Արքոր եւ որդվո եւ օգնույն սրբո այժմ եւ միշտ եւ ավիդյան սապիդինից ամեն։